նշեցիք միասնական ահազանգի համարի անցնելու մասին, պետք է խնդրեմ մի փոքր մանրամասնել իմպլեմենտացիոն փուլերի հետ շփվում, փետրվար 15-ից անցումը կատարելու այդ սիստեմային, ոնց հատկացնելու իրազեկման ակցիաներ քաղաքացիների համար, մնացած բոլոր համարները դադարեցնում աշխատել, թե բոլոր ակցիաները փոխանցվելու են 112-ին եւ դա ծանրաբեռնվածության վերաբերյալ ոնց են կարգավորվում։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան հարցադրման համար։ Այո, 112 գրասենյակի օպերատիվ կառավարման կենտրոն գրասենյակի գործարկման մասով իրականացրել ենք նաև իրազեկման միջոցառումներ, վստահ եմ նաև նախարարության պաշտոնական եւ Facebook-յան էջերին եք հետևում տարբեր հեռուստատեսություններով եւ նաև ռադիո հաղորդումների տրամաբանության մեջ շարունակում ենք իրազեկումները եւ շարունակելու ենք իրազեկումները։ 112-ի տրամաբանությունը այս պահին հետեւյալն է։ Ուզում ուշադիր լինենք, որ մենք չենք միավորում միայն զանգերը։ Մենք միավորում ենք օպերատիվ կառավարումը ոստիկանական ուժերի եւ փրկարարական ուժերի։ Այսինքն, եթե քաղաքացին կարիք ունի հրշեջ փրկարարական կոնկրետ ջոկատի ժամանման կամ ոստիկանական ուժի, ամբողջը համակարգելու է նախարարության այս գրասենյակը, լինելով դուրս թե ոստիկանության կառուցվածքից եւ թե փրկարար ծառայության կառուցվածքից, որպեսզի մենք օբյեկտիվորեն ինչ արձագանք տվյալ իրավիճակում պիտի լինի, այդ արձագանքը լինի։ Այս երկու ծառայություններն ենք միավորել առայժմ, որովհետև այս տարվա կտրվածքով նաև շտապօգնության կանչերի մասով պլան ունենք նաև միավորելու, որպեսզի քաղաքացին արտակարգ ցանկացած իրավիճակում, երբ որ կարիք ունի պետության օգնությանը, չմտածի հիմա զանգահարը 103, 102, 911, պետությունը պիտի գնահատի իրավիճակը եւ ծառայությունը մատուցի քաղաքացուն։ Հիմա այս պայմաններում մեր քաղաքացիները կարող են զանգահարել 112 եւ հորդորում են, որ փետրվարի 15-ից հենց զանգահարեն 112։ Բայց եթե ունենանք այնպես իրավիճակ, որտեղ կշարունակեն իներցիայով զանգահարել 102 կամ 911, հոգ չէ, մեր քաղաքացիները չեն զրկվում որևէ օժանդակությունից, ավտոմատ զանգերը ուղղորդվում են 112 եւ զանգը կսպասարկվի այնպես, ինչպես որ հիմա կզանգահարեիք սպասարկվելով 102 կամ 911։ Որոշակի փոփոխություններ ենք իրականացրել զանգերի սպասարկման, որովհետև հիմա երբ որ պայմանական զանգահարեք 911, եթե զանգը լինի որպես կանոն Երևանից, ահազանգը միանգամից փոխանցվում է Երևանի հրշեջ փրկարարական ծառայությանը, բայց կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ծառայությունը զբաղված լինի եւ չկարողանան անմիջապես ահազանգել։ Դրա համար մենք զանգերի սպասարկման մեթոդը փոխել ենք այն տրամաբանությամբ, որ զանգը պիտի սպասարկվի։ Անկախ նրանից դա Երևանին է վերաբերում, թե պայմանականորեն Տավուշի մարզին, զանգին պիտի անմիջապես ահազանգ տրվի, հետո արդեն կքննարկենք, թե որ մարզային ստորաբաժանման ջոկատներն են կամ չգիտեմ, բարեկային ծառայության կարգախմբերն են մոտենում, այսինքն այս մասով որոշակի փոփոխություն նաև կնկատենք, բնականաբար կլինեն նաև խնդիրներ։ Սա էլ եմ ուզում արձանագրենք, որովհետև ի վերջո գործ ունենք մեծ ծառայության գործարկման հետ, անընդհատ քաղաքացիները արտակարգ դեպքերով, ոչ արտակարգ դեպքերով էլ, մենք երբ որ վերլուծում ենք թվերը, տեսնում ենք, որ գերակշիռ մասը ընկնում է տեղեկատվության հարցումներին, կամ չգիտեմ, դասական օրինակ, երկրորդ գիծ մեքենա կա կանգնած, անձը չի կարողանում տրանսպորտային միջոցը դուրս բերի, 102 զանգը հեռախոսահամարը այդ պահին ուղղակի զբաղված է լինում այդ հարցի կարգավորմամբ։ Մենք գնալու ենք հարցերի ֆիլտրման ճանապարհով, առաջիկայում մի փոքր երբ որ հունի մեջ ընկնի 112-ը կգործարկենք թեժ գիծը նաև, որպեսզի 112-ը սպասարկի հենց արտակարգ իրավիճակները, իսկ եթե նմանատիպ տեղեկատվական հարցեր կան, այլ հարցեր, որոնք գերարագ արձագանք չեն ենթադրում, դրանք ուղղորդենք թեժ գիծ, մեր քաղաքացիներն արդեն հանգիստ կկարողանան սպասարկվել նաև թեժ գծի շրջանակներում, կշարունակենք իրազեկումը, կշարունակենք կատարելագործել մեր բոլոր հարցերը, կունենանք խնդիրներ, ուղղակի խնդրում եմ նաև ըմբռնումով մոտենալ տարբեր փոքր տեխնիկական խնդիրների, պիտի այդ խնդիրները լուծելով գնանք առաջ։ Շնորհակալություն Մակարյան News պատրաստի առաջին ալիքը։ Շնորհակալություն Տիկին նախարար այն